Ախալքալակի Կորք գյուղում 50 տարի անց կրկին հնչեց հանրային դպրոցի 1974-ից 1975 թվականի ԱԵՎ դասարանի շրջանավարտների մինչև այս պահը բնորանում իր նախադեպը չունեցող վերջին զանգը։ Հարգելի համադասարանցիներ, սիրելի ուսուցչական անձնական, սիրելի դպրոցականներ ու համագյուղացիներ, հարգելի հյուրեր, քիչ հետո կհնչի մեր հարազատ դպրոցի զանգը, որի ղողանջները մեզ կկանչեն դասի, պայմանական դասի իհարկե։ Կհնչի այն զանգը, որի ձայնը այդքան հուզիչ ու ետ կանչող մեզ համար չի եղել երբեք։ Վերոնշյալ ուսումնական տարվա շրջանավարտները արտերկրից Հայաստանից եւ Վրաստանի ամենատարբեր բնակավայրերից ժամանել էին հայրենի ծննդավայր այսօրվա համար։ Այստեղ նրանց նաեւ ուրախացրեցին գյուղի բարի խումբն ու 2025 թվականի ավարտական դասարանը։ Դպրոցական զանգի ղողանջների ներքո մտան դասարան եւ սկսեցին հանդիպման կարեւորության մասին ելույթները։ Հովհաննես Խանդիլյանի կողմից երկու դասարանն ու ուսուցչական կազմը ստացան շնորհակալագրեր։ Ուսուցիչներից ոմանց առողջական խնդիրների եւ հարգանքի պատճառներով չէին կարողացել ժամանել այս տոնին, բայց ներկաներից կարդալով նաեւ դասարանի արդեն հանգուցյալ դասընկերների անունները հուզմունքով պատասխանում էին ներկա։ Անմոռանալի ուսուցիչներ, սիրելի ուսուցչական անձնակազմ, հարգելի համագյուղացիներ ու հյուրեր, այսօր մենք հավաքվել ենք այն կրթօջախի հարկի տակ, որը անկախ մեր չար ու բարի արարքներից, չհասկանալով մենք մեր արարքներով իրեն օգուտ ենք տվել թե վնաս, կապ չունի, ինքը մեզ հյուրընկալ ընդունել է դռնբաց։ Ներկա բացակա անելուց հետո մեկնարկեցին տարբեր առարկաների դասերի հիշողությունները, կիսվեցին դպրոցական տարիների գեղեցիկ եւ անմոռաց հիշողություններով, իսկ դասընկերների դեմքերը լի ժպիտներով, երախտիկի խոսքերով, կարոտով եւ երջանկության արցունքներով։ Նրանք դպրոցից շարժվեցին դեպի գյուղի կենտրոնում գյուղի բարերարների կողմից կանգնեցված հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշակոթող ծաղկեպսակ դրեցին եւ ելույթ ունեցան ֆաշիզմի դեմ պայքարի եւ հաղթանակի մասին, հույս հայտնելով, որ ելի կհանդիպեն։ Ակերը չփակեք ու մի խոսացեք կարևորը։